Այսօր Հայաստանի սահմանները անհանգիստ են եւ հնարավոր է նաեւ ռազմական ինչ-որ զարգացումներ։ Ամերիկյան կողմը որոշ մտավախություններ ունի տարածաշրջանում հնարավոր զարգացումների կապակցությամբ։ Ապոկալիպտիկ սցենարներից սկսած ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, դա յուրատեսակ երրորդ պատերազմի նախերգանք է դառնում, մարդիկ պարզապես հոգնել են Էրդողանից։ Յուրատեսակ մի նախապայման կա, որ այն Հայաստանը, որը Թուրքիայի հետ ունենալու է բաց սահմաններ, լինելու է բոլորին ուրիշ Հայաստան։ Իսկ այդ խորհրդականը հիշեցնեմ ձեզ Աքիվ Չաղաթայ Քլիչ, ներկայիս հատուկ բանագնաց թուրքական կողմից Սերդար Քլիչի զարմիկն է։ Կարծում եմ, որ զարգացումներ լինելու են։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանին։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը ազգային ժողովում հայտարարեց, թե մենք փակում ենք Ղարաբաղյան շարժման փուլը։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է ադրբեջանական պետականության այն քաղաքականության տակ, որը 30 տարի վարում էր այդ պետությունը Հայաստանի նկատմամբ եւ Արցախի նկատմամբ։ Ձեր գնահատականը։ Գիտեք, իհարկե յուրաքանչյուրի մոտ առաջանում է ցանկություն ինչ-որ մի կերպով արձագանքել այդ անտրամաբանական իրականությանը հետ որևէ առնչություն չունեցող խոսքերին, բայց միաժամանակ եկեք չմոռանանք, որ մտնելով ինչ-որ անիմաստ պոլեմիկի մեջ իր հետ, փորձելով գտնել ինչ-որ բանական ապացույցներ, որ նույնիսկ եթե ինքը այսօր երկրի կառավարության ղեկավարն է, երկրի ղեկավարն է մեր սահմանադրությամբ, նույնիսկ նա իզորու չէ կանգնեցնել, հրաժարվել մի շարժումից, որը ոչ թե մեկ անհատի, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի, այլ համաժողովրդական շարժում է։ Մեր ժողովուրդն է որոշելու, թե ինչ շարժում է ինքը տանելու, երբ է սկսելու, երբ է ավարտելու։ Այսքանով բավարարվենք, որտեվ դրանից ավել, եթե մտնում ենք ինչ-որ դիսկուրսի մեջ, քննարկումների մեջ իր այդ, մենք ուղղակի լեգիտիմացնում ենք իր այդ փորձերը մանիպուլացնել հանրային դաշտը, ստեղծել ինչ-որ թույլ պատկերներ, սխալ տեսակետներ, որոնք իր կարծիքով թույլ կտան իրեն մնալ իշխանության ղեկի մոտ։ Պարոն Միրզոյան, իշքան էլ չցանկանանք այս հարցին անդրադառնալ, բայց ներկայում այս բանակցական կարևոր թեժ բանակցությունների թեժ փուլում սա շատ կարևոր նշանակություն ունի։ Տեսեք, թե ինչ է ստացվում։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը առաջ է տանում ադրբեջանական այն նարատիվը, որ Ղարաբաղյան հարցը ոչ թե եղել է արցախցիների ինքնապաշտպանության, ցեղասպանությունից ազատվելու, Արցախի ինքնորոշման հարցը, այլ տարածքային հարց։ Եվ այսօր սա այս նարատիվի առաջ տանելը ըստ էության էականորեն թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ։ Նախ դուք որ ասացիք Ադրբեջանի 30 տարվա պահանջները, բնավ այն պահանջները, որոնցով այսօր Ադրբեջանը հանդես է գալի, Ադրբեջանը նույնիսկ իր ամենաբորբոքված երևակայության մեջ չէր կարող երազել դրա մասին։ Մենք ականատես եղանք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը նորանոր պահանջներ է առաջ քաշում եւ կարծես թե այդ պահանջներ առաջ քաշելու մոլուցքը ձգտումը դեռ չի սպառվել։ Գիտեք, ռուսերեն մի հայտնի խոսք կա, ասում են, մնացած լեզուներում է, ասում են ախորժակը գալիս է ուտելու ժամանակ, Ադրբեջանը հիմա հայտնվել այդ իրավիճակում, իր համար իդեալական մի գործընկեր է գտել, որի միջոցով Ադրբեջանը իր կարծիքով կարողանում է հասնել իր բոլոր երազած եւ չերազած նպատակներին։ Ավելացնեմ նաեւ, որ ես չեմ կարծում, որ դա միայն Ադրբեջանի երազանքներն են, այստեղ պետք է խոսել ավելի լայն թուրք-ադրբեջանական երազանքների մասին, որտեղ այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան գործում են նույն դիրքերից, նույն տեսակետով առաջնորդում, նույն նպատակին են ձգտում։
Գործող իշխանությունները ցնծությամբ նշեցին, որ համաձայնեցված է հայ-ադրբեջանական խաղաղության եւ համագործակցության համաձայնագիրը։ Բաքվից նախ հաստատեցին այդ փաստը, սակայն հենց հաջորդ օրը սկսեցին ապատեղեկատվություն տարածել սահմանում իբր հայկական զինված ուժերի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ, եւ այդ ապատեղեկատվությունը շատ ինտենսիվ տարածվեց։ Ձեր գնահատականը։ Ես համոզված եմ, որ գալու է ժամանակը, երբ որ այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման պայմանագրի շուրջ ընթացող այս զարգացումները ներկայացվել են բազմաթիվ դիվանագիտական դպրոցներում կամ արտաքին քաղաքականության ուսումնասիրության կենտրոններում որպես օրինակ, թե ինչպես չի կարելի վարել բանակցություններ, ինչպես օրինակ, ինչպես կարելի է բացարձակ պատկերացում չունենալով, թե ինչպես են վարվում բանակցությունները, Բաղձալի երազանքի փոխարեն մոտեցնել ոչ ցանկալի արդյունք, այսինքն մեզ ասում են մենք սրանով գնում ենք դեպի խաղաղություն, իրականում մենք ականատես ենք, որ մենք հակառակը օրստորե ավելի եւ ավելի մոտ ենք ռազմական գործողությունների վերսկսմանը։ Կարծում եմ բազմաթիվ օրինակներ կան այս թվացial խաղաղությունը սահմաններին, հատկապես մեր հարավային Սոտկի շրջանում, դրանք բոլորը օրինակ են, որ այսօր Հայաստանի սահմանները անհանգիստ են եւ հնարավոր է նաեւ ռազմական ինչ-որ զարգացումներ։ Այս ապատեղեկատվության ֆոնին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի հետ եւ քննարկվեց տարածաշրջանում իրավիճակը, կայունացման հարցը։ Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ եւ կրկին քննարկվեց Անդրկովկասում իրավիճակը, կայունության հարցը։ Ինչ եք կարծում, կա մտավախություն, որ ինչ-որ ապակայունացում տեղի ունենա մեր տարածաշրջանում։ Նայեք, ես տեղի ունեցած այդ հանդիպումները, հեռախոսազրույցները սոսկ տարածաշրջանային լարվածության հետ չէի կապի։ Ամերիկա-թուրքական օրակարգը շատ ընդարձակ է, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք թե փոխանցվել են նախորդ վարչակազմերից, թե նոր վարչակազմի օրոք են մեջտեղ եկել եւ ես կարծում եմ, որ այնտեղ այս Ֆիդան Ռուբիո հանդիպումը նույնիսկ մի քիչ ուշացած էր։ Դրա բացատրությունը կա, ինչու ոչ ավելի շուտ, ինչու հենց այս պահին, բայց ակնհայտ է, երբ որ հետեւում ես պաշտոնական հաղորդագրություններին, որ երկու թե հանդիպման, թե հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ մեր տարածաշրջանին եւ ակնհայտ է, որ դա վկայում է նրա մասին, որ ամերիկյան կողմը որոշ մտավախություններ ունի տարածաշրջանում հնարավոր զարգացումների կապակցությամբ։ Իմ գնահատմամբ ամերիկյան կողմը պարզապես փորձում է հասկանալ իրավիճակը, որտեղ ինքը ունի որոշ այլ գերակայություններ, գիտեք, այսօր ամերիկյան կողմի գերակայությունները դա նախ եւ առաջ իրավիճակն է Ուկրաինայում, այնտեղ ստեղծված իրավիճակի լուծումը, նաեւ Իրանի շուրջ ընթացող զարգացումներն են եւ ամերիկյան կողմը ուզում է հասկանալ, թե ինչ հնարավոր է այստեղ տեղ ունենալ, որպեսզի ճիշտ կարողանա կառուցել իր քաղաքականությունը, դա նորմալ երևույթ է։ Չնայած մյուս կողմից իհարկե դա նաև ազդանշան է, որ եթե այս խոսակցությունը բարձրացվում է, եթե նախաձեռնվում է նաև հեռախոսազրույց, դա նաև յուրատեսակ տագնապալի ազդանշան է։ Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խաղաղության եւ համագործակցության մասին համաձայնագիրը համաձայնեցնելուց հետո Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայմաններ։ Միանգամից ադրբեջանական կողմը արձագանքեց, որ նման բան չկա, նոր պահանջներ չի առաջարկել, միևնույն ժամանակ հրապարակեց այն նոր պահանջները, որոնք կան, այն է, որ Հայաստանը անպայման պետք է փոխի սահմանադրությունը եւ պետք է լուծարվի Մինսկի խումբը։ Ձեր գնահատականը ու ինչ եք կարծում, կստորագրվի այսցոք համաձայնության այդ համաձայնագիրը։ Բազմիցս ասել եմ, հերթական անգամ կրկնվեմ, ինչ որ առումով մեր բախտը բերել է։ Ադրբեջանը իր հանրային հայտարարություններում շատ բաց է խոսում։
Մենք ավելի դժվար իրավիճակում կլինենք, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը աներ մի հայտարարություն, գնար ուրիշ քայլերի։ Այդ առումով իրոք Ադրբեջանը իդեալական հակառակորդ է, որտեղ շատ բաց հայտնում է իր նպատակների մասին եւ ամեն ինչ անում է դրանց հասնելու համար։ Զավեշտալի իրավիճակը այս կողմն է, երբ որ երկրի վարչապետը, նախարարը, տարբեր դրամաչափի ինչ-ինչ պաշտոնյաներ, կուսակցական գործիչներ սկսում են մեզ համոզել, որ փաստաթուղթը պատրաստ է եւ որևէ խոչընդոտ չկա, եւ նույն եռանդով մի քանի օր, նույնիսկ ժամ անց սկսում են ասել, որ սակայն նոր խոչընդոտներ կան, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում այդ փաստաթղթի ստորագրումը։ Իրոք շատ դժվար է հասկանալ այս մարդկանց տրամաբանությունը, եւ մենք ստիպված ենք գործ ունենալ մի անհեթեթ տրամաբանության, միջազգային իրավունքի, համաշխարհային փորձի հետ, որևէ առնչություն չունեցող վարքագծի հետ։ Իմ միակ բացատրությունը, որ այս ամբողջ կլիկը, իսկ այլ բառից այս պահին չեմ կարողանում հարմար գտնել այդ խմբակի համար, որտեղ իրոք փաստերը վկայում են, որ նրանք ինչ-ինչ ճանապարհով գրավեցին իշխանությունը եւ նպատակ չունեն այն հանձնելու, այսօր այդ խմբակը մեկ նպատակ ունի՝ պահպանել իր գոյությունը իշխանական կերակրատաշտակի մոտ եւ ապահովել իրենց վերարտադրությունը։ Որևէ այլ խոսակցություն, որ դա արվում է Հայաստանի, հայ ազգի, չգիտեմ ինչի համար, դրանք ուղղակի զավեշտալի են։ Միակ նպատակը այս խմբակի վերարտադրության, իշխանության ղեկի մոտ մնալու ապահովումն է։ Եվ այդ նպատակին հասնելու համար իմ մոտ տպավորությունն է, որ ենք պատրաստ են գնալ ցանկացած քայլի եւ միջոցի։ Դուք ձեր խոսքում նշեցիք Իրանի շուրջ զարգացումները, միանշանակ եւ Թրամփն էլ հայտարարեց, որ հիմնական զարգացումները ըստ էության Ուկրաինայից տեղափոխվում են Իրան։ Ձեր կանխատեսությունները այս առումով եւ ինչ կլինի, եթե ապակայունացվի Իրանը մեր համար, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նայեք, նախ ես սկզբունքորեն չեմ զբաղվում գուշակություններով, այդ ինչ հիմա մի քիչ մոդայիկ է, ինչ-որ գուշակել, ինչ-որ եզրակացություններ անել, որ այսպես կամ այնպես կարող է գնալ զարգացումները, հասարակ պարզ պատճառով, որ այսօրվա իմ կարգավիճակով, այսօրվա իմ դիրքով ես ուղղակի ի վիճակի չեմ տեղեկացված լինել զարգացումների ճնշող մեծամասնության մասին, հա։ Իմ դատողությունները ինչ դատողություններ ես անեմ, հիմնված են լինելու բաց դաշտում առկա տեղեկատվության վրա, ինչպես նաև իմ որոշակի փորձառության վրա, որ ես կարծում եմ այսօրվա այս խառնիճաղանճ իրավիճակում այդքան էլ բավարար չեն ճիշտ եզրակացություններ անելու համար։ Սակայն ակնհայտ է, որ ինչ զարգացում էլ լինի Իրանի շուրջ, բացասական, դրական, հա, որտեղ որքանով ես տեղյակ եմ, կան ապոկալիպտիկ սցենարներից սկսած, ԱՄՆ-ն հարվածում է Իրանին, դա յուրատեսակ երրորդ պատերազմի նախերգանք է դառնում, հա, եւ կրակը պատերազմի տարածում է ողջ երկրագնդով, մինչեւ համեմատաբար դրական սցենարներ, ասենք թե ԱՄՆ-ն ու Իրանը կարողանում են գտնել ինչ-որ համատեղ գոյակցության, ինչ-որ համատեղ նույնիսկ համագործակցության մեխանիզմներ, ցանկացած պարագայում ես չեմ տեսնում մի իրավիճակ, որ Հայաստանը իր ներկայիս հնարավորություններով, իր ներկայիս իշխանություններով կարողանա դրանից օգտվել։ Դա է ցավալին, դա է մտահոգիչը, փոխանակ մտածենք, թե այս կամ այն պարագայում Հայաստանը ինչ կարող է ստանալ, ինչ կարող են տալ Հայաստանին, մենք պետք է մտածենք, թե Հայաստանը ցանկացած պարագայում ինչ կարող է պահանջել։ Իսկ դրա համար պետք է ունենանք նորմալ պետություն, նորմալ ղեկավարություն, որը առաջնորդվել է ոչ թե իր նեղ անձնական կուսակցական շահով, այլ երկրի շահերով, ամուր տնտեսություն, բանակ եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք բոլորին հայտնի են։ Միանշանակ է, որ տարածաշրջանի երկրներում որևէ երկրում որևէ զարգացում փոխկապակցվածություն ունի այլ երկրների զարգացումների հետ։ Այս առումով ինչպես կգնահատեք Թուրքիայում սկսված աննախադեպ ընդդիմության հզոր շարժումը, այնինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա։
Չի ասի, որ աննախադեպ, մենք երևի հիշում եք, սենց մի 10 տարի առաջ նույնիսկ իրենց ծավալով ավելի ընդարձակ էին, այսպես կոչված գեզիի դեպքերը, որոնք իմիջիայլոց հետագայում Էրդողանը օգտագործեց իր քաղաքական հակառակորդների հետապնդման, նոր բռնաճնշումների ալիք բարձրացնելու համար, եւ դա դարձավ յուրատեսակ մի նոր փուլ Թուրքիայում իր ավտորիտար ռեժիմի ամրապնդման համար, կան կրկին դատելով այն տեղեկատվությունից, որ առկա է դաշտում, որը մեզ հասանել է, կարող ենք ասել, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում չեմ կարծում, որ հիմք կա Էրդողանի իշխանության թուլացման համար։ Ի վերջո ցույցերը, որոնք լայնորեն տարածվում են, դրանց պատկերները ամբողջ աշխարհով, կարծես թե գնում են դեպի մարումը, գործընթացները մտնում են ավելի կանխատեսելի քաղաքական դաշտ, բայց ակնհայտ է եւ դրա դեմ դժվար է վիճել, որ ավելի երկար ժամանակահատվածի համար իրոք Էրդողանը հայտնվում է բավականին ծանր իրավիճակում եւ իր իշխանությունը պահպանելու հեռանկարները այսօր ավելի քան թույլ են, քան թե նախկինում։ Դա ոչ միայն ընդդիմության հզորությունից է գալիս, ընդդիմությունը պետք է ընդունենք բավականին ակտիվ է եւ անցյալի փորձից բավականին մեծ թվով դասեր են քաղել եւ շատ հետաքրքիր քայլերի են գնում, շատ հետաքրքիր մեխանիզմներ են օգտագործում, բայց կա մեկ հիմնական պրոբլեմ, որի դեմ Էրդողանը չի կարողանում առնել, դա երկրի հագնացող, վատթարացող տնտեսական իրավիճակն է, որքան էլ պաշտոնական աղբյուրները պնդեն, որ այդ տնտեսական ճգնաժամը հաղթարված է եւ Թուրքիան շուտով դառնալ է վստահելի գործընկեր ոչ միայն արտաքին աշխարհի համար, այլ նաեւ իր քաղաքացիների համար, այսօրվա դրությամբ բոլոր կանխատեսումները բավականին հորետես են Թուրքիայի տնտեսության համար, ժողովրդի սոցիալական, տնտեսական իրավիճակը գնալով վատթարանում է եւ դա մի շատ կարեւոր հանգամանք է, որի դեմ Էրդողանը չի կարողանում առնել։ Կա նաեւ զուտ հոգեբանական մի հանգամանք եւ դրա մասին շատ են խոսում Թուրքիայում տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքներով եւ այլն, մարդիկ պարզապես հոգնել են Էրդողանից։ Թուրքիայի սոցիալական ցանցերում շատ տարածված են տեսահոլովակներ, շատ կարճ, որտեղ խոսում են երիտասարդները, ասում են մենք զզվել ենք այս մարդուց, մենք ծնվել ենք իր օրոք, մենք ապրել ենք իր օրոք, մենք չենք ուզում ծերանալ այս մարդու օրոք, մենք ուզում ենք փոփոխություն, մենք ուզում ենք ինքներս կառավարել մեր ճակատագիրը, այլ ոչ թե շարունակել լինել իր ծառա, մոտավորապես այսպիսի բաներ։ Մի բավականին բարդ քաղաքական իրավիճակ է, դա համընկնում է նաև Թուրքիայում քաղաքական դաշտի վերաձևավորման հետ, հին սերունդի քաղաքական գործիչները կամաց հեռանում են, չունենալով համարժեք համապատասխան փոխարինողներ, հատկապես ողբերգական իրավիճակ ազգայնական դաշտում, կուսակցության ներսում նույնպես մինչ օրս հասկանալի չէ, թե Էրդողանի կուսակցության, թե Էրդողանի հեռանալու դեպքում ով է ղեկավարելու այդ կուսակցությունը։ Գիտեք, Թուրքիայի կուսակցությունները ինչ որ առումով նաև նման են մեր, չնայած կուսակցական համակարգը բավականին զարգացած է, բայց որոշ նմանություն ունեն մեր քաղաքական համակարգի հետ, իրենց մոտ է տարածված այդ երևույթը, մարդ կուսակցություն, կա մարդ, կա կուսակցություն, մարդ հեռանում է, կուսակցությունը ուղղակի լուծվում գնում է։ Այս մի շարք հանգամանքները իրոք բավականին բարդ իրավիճակի մեջ են դնում Էրդողանին եւ նրա այս քայլերը, ջղաձգումները թե ներքին, թե արտաքին ճակատներում այդ հանգամանքների արդյունքն են։ Պարոն Միրզոյան, ինչպես կգնահատեք այն փաստը, որ այսօրվա Թուրքիայի ԵՍՏ-ության ազգայնական իշխանությունների դեմ ընդդիմությունը ցույց է անում Ատաթուրքի եւ մյուս ազգայնականների եւ ցեղասպանության մեղավորների լուսանկարներով։ Գիտեք, Թուրքիայում շատ դժվար է գտնել որևէ քաղաքական գործի, որ ազգայնական չէ։ Եկեք սկսենք նրանից, որ ազգայնականությունը քաղաքական դաշտի հիմնական իմպերատիվն է։ Նույն
հանրապետական կուսակցությունը, ժողովրդի հանրապետական կուսակցությունը, որ ընդդիմադիր դաշտում է եւ որը իրեն դրսեւորում է որպես ձախակողմյան կենտրոնից ձախ սոցիալիստական գաղափարների կրող այսօրվա դրությամբ, բայց մենք նաեւ տեսանք որոշ պատկերներ, տարբեր ցույցերից, որոնք բավական մեծ արձագանք առաջացրին այստեղ Հայաստանում, որ ցույցերին մարդիկ գալիս են Թալաթի, Ջեմալ Փաշայի, Էնվերի պատկերներով։ Ազգայնականությունը արկա է թուրք հասարակական կյանքում եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է այն օգտագործել։ Չմոռանանք, որ նույն Էրդողանի հիմնական գործընկերը դա Թուրքիայի ամենախոշոր ազգայնական կուսակցությունն է, ՄՀՊ-ն, իր երկարամյա առաջնորդ Դևլետ Բախչելիով եւ Էրդողանի կուսակցության մեջ էլ բազմաթիվ մարդիկ կան, որոնք իրենց ծագումը որպես քաղաքական գործիչներ տանում են գործ գայլերի կազմակերպություններից։ Ինչպես կգնահատեք Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ուղղությամբ։ Ես փորձում եմ հասկանալ։ Հնչում են բավականին շատ ճիշտ խոսքեր։ Ընդ որում որևէ նոր բան չի ասվում, առայն որ ի վերջո այս տարածաշրջանում, եթե մենք ուզում ենք կայունություն, եթե ուզում ենք խաղաղություն, չպետք է լինեն բաժանարար գծեր։ Դրանք նորություն չեն, այդ խոսքերը հնչել են առաջին նախագահի, երկրորդ, երրորդ, բոլոր ժամանակներում, եւ դա շատ տրամաբանական է։ Բայց խնդիրը սկսում է դրանից հետո։ Երբ խոսում են Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, չեն ասում, թե այդ հարաբերությունների կարգավորումը ինչ ազդեցություն է թողնելու մեզ վրա։ Այսօրվա հանրային այդ հայտարարություններից, իշխող կուսակցության ներկայացուցիչների խոսքերից ակնհայտ է, որ յուրատեսակ մի նախապայման կա, որ այն Հայաստանը, որը Թուրքիայի հետ ունենալու է բաց սահմաններ, լինելու է բոլորին ուրիշ Հայաստան, որտեղ հայերը մոռանալու են իրենց պատմության մասին, մոռանալու են հայ-թուրքական հարաբերությունների նախորդող զարգացումների մասին, յուրատեսակ զոմբիացված մի զանգված, որը մտածել է միայն փառավոր ապագայի մասին, եւ դա մեկ առ մեկ համապատասխանում է պաշտոնական Թուրքիայի քարոզչությանը, որը Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից վարվել է Հայաստանի նկատմամբ։ Թուրքերը ավանդաբար ասում են, եկեք մոռանանք անցյալը, եկեք նայենք դեպի ապագա։ Ապագայում մենք ձեզ խոստանում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ավանդաբար ասում են, որ անցյալը դա չպետք է ստվերի մեր հնարավորությունները եւ այլն։ Այս առումով Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ իրոք զարմանք է առաջացնում։ Ես մինչև հիմա օրինակ չեմ հասկանում այդ ձեռբերված պայմանավորվածությունը, որը այդքան թմկահարվում էր, սահմանը դիվանագիտական անձնագիր կրողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին։ Ասել եմ, ելի եմ կրկնում, դա նման է, եթե ինչ-որ մեկը ասի, գիտեք, ես կիսով չափ հղի եմ։ Ասենք թե այսքան օրերին ես հղի չեմ, այս օրը ես հղի եմ։ Հնարավոր չէ, սահմանը կամ բաց է լինում, կամ փակ է լինում։ Կամ հարց է առաջանում դիվանագետներին եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը։ Ինչ է տալու Հայաստանի տնտեսությանը, նրա անվտանգությանը, մեր ժողովրդի բարեկեցությանը։ Այդ հարցերի պատասխանները ցավոք սրտի մեզ չեն ներկայացնում։ Թուրքիան բաց հայտարարում է, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Ակնհայտ է, Թուրքիան այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարը այսօր օգտագործում է յուրատեսակ խայծի որպես խայծ Հայաստանին խրախուսելու իրենց պատկերացմամբ կատարելու Ադրբեջանի բոլոր պահանջները։ Դրանը որևէ կասկած չկա, դրա մասին թուրքերը շատ բաց, շատ հստակ ասում են։ Հիշեցնեմ, որ երբ որ հայտարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է,
նախագիծը, դրան անմիջապես հաջորդեց Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի հայտարարությունը, որ դա չի նշանակում, որ Թուրքիան անմիջապես հարաբերություններ կհաստատի Ադրբեջանի հետ, ադրբեջանցիները պետք է վստահ լինեն, որ միայն այն ժամանակ, երբ որ իրենք ասեն, որ մենք համաձայն ենք, Թուրքիան կգնա այդ քայլի։ Իսկ այդ խորհրդականը, հիշեցնեմ ձեզ, Աքիվ Չաղաթայ Քլիչ, ներկայիս հատուկ բանագնաց թուրքական կողմից Սերդար Քլիչի զարմիկն է։ Երբ մենք հետևում ենք գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, տպավորություն է ստեղծվում, որ միտումնավոր չեզոքացվում են այն կարևոր խաղաքարտերը, որոնք այնքան անհրաժեշտ են մեզ բանակցային սեղանի շուրջ։ Մասնավորապես համագործակցության եւ խաղաղության համաձայնագիրը, որը դեռ պայմանագիր չի, այն ստորագրելու համար հայկական կողմը հրաժարվում է այնպիսի ուժեղ խաղաքարտից, ինչպես միջազգային ատյաններում հայցերն են, որոնք պարտավորում է հետ վերադարձնել, եւ նման մի քանի այլ դրվագներում նույնպես հետքայլ է կատարվում։ Ձեր դիրքորոշումը այս հարցում։ Դժվարանում եմ պատասխանել միտումնավոր թե անգրագիտությունից ելնելով, եկեք չմոռանանք, որ մեր այսպես կոչված այսօրվա բանակցողները, մեր ճակատագիր լուծողները բացարձակ բանակցային փորձառություն չունեն, շատ աղոտ պատկերացում ունեն, թե ինչ է արտաքին քաղաքականությունը, որքանով ես հասկանում, նրանց ամենամեծ բանակցային փորձը նախկինում եղել է շուկայում, երբ որ փորձել են, ասենք թե 1 կիլոգրամ լոլիկի գինը սակարկել եւ նվազեցնել։ Եվ իրենց թվում է, որ նույն տրամաբանությամբ կարելի է բանակցություններ վարել նաեւ շատ լուրջ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ։ Եվ իհարկե երկրորդ հանգամանքը, ինչպես ես ասացի, այս կուսակցությունը չի մտածում, այս քաղաքական ուժը չի մտածում երկրի շահերի մասին, այլ ունի միայն մեկ նպատակ՝ ապահովել իր վերարտադրումը, ապահովել իրենց կարծիքով որքան հնարավոր է երկար իշխանության ղեկի մոտ գտնվելը, ինչը իրոք վտանգավոր է եւ տարօրինակ է, որտեղ մի քաղաքական ուժ, որը կարծես թե բռնել է դեպի Եվրոպա Հայաստանը տանելու քաղաքական կուրսը, համենայն դեպս խրախուսում է դա, իրեն պահում է համենայն դեպս ոչ որպես եվրոպական ուժ, մենք բոլորս ականատես ենք այս վերջի տարիներին, որ Հայաստանում կամաց հետընթաց ենք ապրում որոշակի ժողովրդավարական արժեքների, Հայաստանը երբեք չի եղել իրոք ժողովրդավարության առումով իդեալական երկիր, ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, բայց նման խայտառակ իրավիճակ ես կարծում եմ մենք երբեք չենք ունեցել նույնիսկ մեր պետականության ստեղծման առաջին շրջանում, ոչ էլ այս կամ այն նախագահի կառավարման տարիներին, որոնք հիմա մեզ փորձում են ներկայացնել որպես մղձավանջային տարիներ, ինչը մի քիչ տարօրինակ է, որտեղ ի վերջո մենք դեռ հիշողություն ունենք եւ կարող ենք տարբերել իրարից իրականում տեղի ունեցող զարգացումները եւ այն թե ինչպես է դա հիմա ներկայացվում։ Այդ առումով խոսալ ինչ-որ մի արտաքին քաղաքականության մասին, որը կարող է էֆեկտիվ լինել, որը կարող է նպաստել Հայաստանի դիրքերի ամրապնդման արտաքին աշխարհում, ինձ թվում է մի քիչ նաիվ է այս փուլում։ Պարոն Միրզոյան, աշխարհաքաղաքական նման բարդ եւ ճակատագրական զարգացումների պայմաններում մեր ժողովուրդը չի գիտակցում, որ նման իշխանություններ ունենալը անթույլատրել է, կործանարար է։ Ինչ է պետք, որպեսզի մենք կարողանանք այս իշխանություններին վերջապես հեռացնել, որը մեզ արդեն չի հաջողվում 7 տարի։ Գիտեք, դժվարանում եմ ասել, որտեղ ես քաղաքական գործիչ չեմ։ Այն բոլոր դատողությունները անհատի որոշ փորձառություն ունեցած, որոշ կարևոր հարցերով զբաղված մարդու հայի դատողություններ են։ Ես հիմա մի քիչ տարածված է, երբ որ արտահայտել հիասթափությունը մեր ժողովրդից, բայց ես չէի շտապի այդ առումով, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ եւ ճիշտ գնահատում է իրավիճակը, հասկանում է թե ինչ է կատարվում եւ ներկայիս իշխանությունների այդ
անվերահսկելի, հա, այդ գահավիժումը վաղ թե ուշ ավարտվելու է, ժողովուրդը իր խոսքը ասելու է։ Ուշացում դարձեք, թե որքան է սիրում այդ տարբեր դրամաչափի գործիչները, սկսած իրենց պարագլուխից, դիմել ժողովրդին, խոսել ժողովրդի անունից եւ այլն, եւ որքան ծիծաղելի է դա, երբ որ համատում ես այն կարծիքների, այն խոսքերի հետ, որոնք հնչում են փողոցում։ Մարդիկ վաղուց ի վեր կտրվել են ժողովրդից, մարդիկ վաղուց ի վեր չեն պատկերացնում ինչով է ապրում մեր ժողովուրդը, հասարակ մարդիկ, փողոցով քայլող մարդիկ, հա։ Այդ առումով ես կարծում եմ, որ զարգացումներ լինելու են։ Խնդիրը այն է, որ մեր քաղաքական ուժերը պետք է ավելի հստակ գործեն, ավելի հետևական գործեն եւ կգա այն ժամանակ, երբ որ մենք կփորձենք ձևավորել այստեղ իրոք մի իշխանություն, որը ավելի արժանի կլինի մեր ժողովրդին։ Եվ կառաջարկվի պետության շահերով։ Երեք դա կախված է մեզանից։ Դա կախված է մեզանից, որտեղ ի վերջո այս մարդիկ եկան մի քիչ միգուցե վիճելի բան ասեմ, բայց այս մարդիկ եկան իշխանության շարքելով, հա, այդ ժողովրդի վստահությունը, եւ ժողովուրդը վստահեց իրենց իշխանության ղեկը, եւ օգտվելով դրանից տեսեք թե ինչեր արեցին։ Կարծում եմ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է անընդհատ վերահսկողության տակ լինի ժողովրդի կողմից, այլևս չի թույլատրվում ասել, որ ես փոքր մարդ եմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հայտնի խոսք է, երբ որ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզանով զբաղվում։ Դու դառնում ես քաղաքականության խաղաքարտ, քաղաքականության խաղալիք։ Այդ առումով ցանկացած նոր քաղաքական ուժ, որը գա իշխանության, որը առաջարկի մի ծրագիր, որը թույլ կտա մեզ դուրս գալ այս ճգնաժամից, ինքը իհարկե պետք է ավելի հաշվետու լինի, ինքը ավելի բաց լինի ժողովրդի հետ աշխատանքի համար, բայց ժողովուրդն էլ պետք է ավելի պահանջատեր լինի։ Իսկ հաշվետու լինելու համար պետք է խորհրդարանում ունենանք հավասարակշռող ուժեր, ոչ թե Այո, լիովին ձեզ հետ համաձայն եմ, դա իրոք խնդիր է, որ այսօրվա քաղաքական համակարգը, որքան էլ դա տարօրինակ թվա, բայց չնայած հայտարարվում է, որ նա ավելի ժողովրդավար է, բայց նա ապահովում է ավելի ավտորիտար իշխանության հաստատում։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Պանորամայի մեարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր արտակարգ եւ լիազոր դեսպան Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։